Բարի երեկո, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Միասնության թևեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմյանն է։ Բարի երեկո, պարոն Դրմյան։ Եվ այսպես Միասնության թևերը ընտրությունների արդյունքներով մոտ 33,000 ձայն ստացավ։ Դուք պետական բյուջեից 5 տարի շարունակ կստանաք 33 միլիոն դրամ, այսպես ասած, որպես կուսակցություն կկարողանաք գոյատևել, եւ այն նպատակը, որը ըստ էության դրված էր ընտրություններին մասնակցելու հիմքում, իրականություն չդարձավ։ Դուք հետընտրական արդեն process-ում ինքներդ վերլուծություն արել եք, ինչու չստացվեց ձեզ մոտ։ Բնականաբար վերլուծություն արվել է եւ առաջ անցնելով ասեմ, որ այդ թիվը, որ դուք նշեցիք 33500 ընտրող, դրանք այն մարդիկ էին, ովքեր այլ հավասար պայմաններում, եթե Միասնության թևեր կուսակցությունը եւ այն համագործակցությունը, որ մենք ունենք նաեւ Շան Դաշինք կուսակցության հետ չլիներ, չմասնակցեր ընտրությունների, իրենք եւս չէին մասնակցելու մեծ հաշվով։ Այսինքն առաջին հերթին մեր մասնակցությունը ապահովել է նաեւ ընտրելու իրավունք ունեցող անձանց մասնակցության աճ եւ նաեւ այդ թեկուս ջերի կաթիլը, որ մենք կարողացել ենք բերել ընտրություններին, դրսևորվեց նրանում, դրա արդյունավետությունը նրանում, որ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չկարողացավ ունենալ իր 2/3 կամ բացարձակ մեծամասնություն կազմել ազգային ժողովում։ Սա շատ կարևոր է, որպեսզի արձանագրենք եւ հաճախ այսպես նաեւ քննարկվող այն հարցը, որ խորհրդարան չանցնող ուժերը, չգիտեմ, այդ թվում նաեւ այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ովքեր չեն անցել խորհրդարան, պիտի դաշինքով գնային, այլապես փոշիացրին ընտրողների ձայները, մենք համաձայն չենք այդ դիրքորոշմանը, փոշիացման մասով, որովհետև փոշիացում կարող է տեղի ունենալ, եթե ընդդիմադիր ուժերի հավաքական ձայները իրոք թվային արտահայտմամբ մեծամասնություն կազմեին, դառնալ մեծամասնություն եւ իշխանություն ձևավորվեր։ Մենք տեսնում ենք այսօրվա տոկոսներից եւ թվերից, որ այդ միավորումը անգամ թվերի չէր բերել նրան, որ հավաքական ընդդիմությունը ունենար իշխանություն ձևավորելու հնարավորություն, եւ այս կոնտեքստում սխալ է խոսել փոշիացման մասին։ Սա ոչ թե փոշիացում էր, այլ ընդհակառակը ավելի շատ ընտրողներին ընտրության մասնակցության բերել։ Բազմաթիվ հազարավոր մարդիկ ուղղակի ասում էին, որ եթե չլինեիք դուք ձեր անձով պայմանավորված, տեխնացուները իրենց անձով պայմանավորված, մենք չէինք գնալու ընտրություն։ Ֆինանսավորման մասով, այո, այսօրվա օրենսդրությունը նախատեսում է կանոնակարգում, որ 2% շերմը հաղթահարած ուժերը ստանում են պետական ֆինանսավորում։ Մեր նախընտրական ծրագրում երևի չկար ուժ, որ նախընտրական ծրագրում ունենար նման կետ։ Մենք արձանագրել ենք, որ իշխող ուժը կամ առնվազն այն ուժերը, որոնք մտնում են խորհրդարան, պիտի կամ նվազեցվի կամ ընդհանրապես վերացվի այս ուժերի ֆինանսավորումը։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը, նույն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, Հայաստան կուսակցությունների դաշինքը նրանք եւս ստանում են ֆինանսավորում շատ ավելի այսինքն այնքան ձայն են հավաքել, այդքան ավել այսինքն եթե իշխող ուժը ստանում է, չգիտեմ, 700,000-ից ավելի ձայն համամասնորեն նա ֆինանսավորումը անգամներ ավելին է, քան 2% հաղթարած այլ կուսակցությունների, այստեղ նաև հարց է առաջանում արդյոք դա այսպես անհարկի մեր հարկերի բյուջեն, որ ձևավորվում է հարկերից, մեր հարկերի տված հարկերի փոշիացում չէ, որտեղ իշխող ուժը փաստացի այդ միջոցներով շարունակում է վերարտադրվել։ Շարունակելով փոշիացման թեման, տեսեք, պարոն Դրմյան, Արման Թաթոյանը եւ նրա ղեկավարած Միասնության թևեր կուսակցությունը ընտրություններից հետո եւ նաեւ ընտրություններից առաջ քննադատվում էր նաեւ ընդդիմադիր շրջանակների կողմից, մարդիկ ձեզ ասում էին դուք իրապես ձեր իրական շանսերը չեք գնահատում եւ ավելի խոշորների հետ չեք խոշորացվում։ Այ օրինակ, այդ երբ ասում եք մենք ավելացրել ենք մասնակցության թիվը, դա օգուտ չի տվել, իսկ գուցե ավելի շատ օգուտ կտար, եթե չմասնակցեիք եւ այդ 2% անցներ օրինակ ավելի խոշոր ընդդիմադիր ուժերին։ Եկեք այս համատեքստում հարցին դիտարկենք, օրինակ ԲՀԿ-ն չմնար 150 մանդատի հույսին։ Ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություններ կամ գուցե Ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը ավելի շատ ձայներ հավաքեին։ Այդպես ավելի շատ չէին Նիկոլ Փաշինյանին վնաս տալու, քան բարձր մասնակցությամբ։ Նախ համաձայն չեմ նրա հետ, որ օգուտ չի բերել, միանշանակ օգուտ է բերել, որտեղ այդ 33500 ընտրողը չլիներ, մասնակցության շեմը ավելի ցածր էր լինելու։ Խոսքը վերաբերում է նաև 33000 ընտրողի ձայնի հետ։ Ինչ եք անում դուք այդ 33000 ընտրողի ձայնին մենք առաջին օրվանից ամսի 8-ից ընտրությունների հաջորդ օրվանից մինչև այսօր տեր ենք կանգնում։ Ինչպես։
Հիմա քանի որ ձեր հարցը վերաբերում էր այլ խնդրի, ես անդրադառնամ դրան ու նաև ձեր ինչպես հարցին պատասխանեմ, որտեղ երկու հարց դարձավ։ Կոնսոլիդացիայի մասին, դաշինքների մասին։ Խոշորների հետ կոնսոլիդացվելու։ Այո, իհարկե։ Ոչ միայն խոշորների, որովհետև կային ուժեր, որոնք որ եւս այսպես նոր ուժեր էին, նույն ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ինքը ըստ էության նոր ուժ էր, նոր Այո, բայց ինքը խոշոր էր։ Խնդիրը կոնսոլիդացվել այնպիսի ուժի հետ, որ արդյունք ունենա։ Այո, ինչի շուրջ է կոնսոլիդացիան։ Նախընտրական քարոզարշավում եւ քաղաքական process-ներում կոնսոլիդացիան տեղի ունենում գաղափարների ու մոտեցումների շուրջ։ Մենք ունեցել ենք կոնսոլիդացիա, միավորում կոնկրետ քաղաքական ուժի հետ, որը ունի եւ որի ներկայացուցիչները առնվազն ունեն սերունդների պայքար Հայաստանի անկախության, ազատության, արժանապատվության համար։ Այդ շանտ կուսակցության մասին է խոսքը, շանտ դաշին կուսակցության մասին է խոսքը։ Այստեղ մենք ունեցել ենք հստակ դիրքորոշումների համադրում, արժեքային համակարգի համադրում եւ տեսել ենք հետագա պայքարը միասին անցնելու ճանապարհ։ Այսպես մի ճշգրտող հարց։ Նպատակը չպետք է լիներ իշխանափոխության հասնելը։ Հա, իհարկե նպատակը պետք է լինի, բայց եթե հիմքում չպետք է դա դրվեր կոնսոլիդացման, այնպիսի ուժի հետ կոնսոլիդացվել, որը ունի շանս իշխանափոխության հասնելու։ Տեսեք, մենք հիմա խոսում ենք, եթե ԱՊԱ-ների կոնտեքստում, հիմա եթե ունենք ռեալ արդյունք, եկեք ես ձեր տրամաբանությունը փորձեմ նաև առաջ տանել, հա, գետնի վրա ունենք թվեր, ճիշտ է։ Գումարեք 33500-ը, նույն ասենք ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ինչքան էր 200,000 340,000 ստանում ենք իշխանափոխություն։ Իսկ 33,000-ի քվեն չի փոշիանում, այն 33,000-ը հասկանում է, որ գնաց միացավ 340,000-ի։ Կամ օրինակ Հայաստան դաշինքին։ Այդ փոշիացում տերմինը շատ այսպես մանիպուլատիվ ձևով նաև տեսեք, փոշիացումը գիտեք ինչ համար, չէ, եկեք փոշիացում ասվածը դիտարկենք հետևյալի համատեքստում։ Դրված էր նպատակ Նիկոլ Փաշինյանին ճանապարհել տուն, Արման Թաթոյանին դարձնել վարչապետ, նպատակը կյանքի չի կոչվել, ուրեմն փոշիացվել է, այդ համատեքստում դիտարկենք։ Չէ, չի փոշիացվել, չէ, նպատակը տեսեք, դուք նոր հենց մի քիչ առաջ խոսում ենք ձայների փոշիացման մասին, հիմա խոսում ենք նպատակի փոշիացման մասին։ Նպատակը ցանկացած քաղաքական process-ի իշխանության գալն է։ Եթե որևէ ուժ, օրինակ ուժ կար, ով հայտարարում էր, որ մենք եկել ենք ընդդիմությանը փոխելու։ Այո։ Չկա այդպիսի տրամաբանություն քաղաքական պայքարում։ Քաղաքական պայքարը իշխանություն վերցնելու մեջ է։ Ամեն մեկը յուրովի է պատկերացնում դա։ Մենք մտել ենք քաղաքական պայքարի մեջ, նախընտրական քարոզարշավ այդ բոլոր process-ների, առաջին հերթին նկատի ունենալով արժեքային պայքարը։ Մեր համար սա արժեքների պայքար էր, կյանքի ու մահու կռիվ էր։ Եվ երբ որ դու մտնում ես արժեքային պայքարի, բայց քո դիմաց գալիս է ռեսուրսը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ռեպրեսիան, չգիտեմ, կաշառքը, բարեգործությունը, սննդամթերք բաժանելը, ցանկացած եղանակով գովազդանելը ու դրա համար պատասխանատվության վրա չհասնելը, մեր մոտ այն կարծիքից բացի, որ քաղաքական պայքարում եւ ազգային ժողով անցնելու համար պիտի անես ամեն ինչ, ինչը անթույլատրելի օրենքով երբ արգելված է, դրանից բացի ուրիշ կարծիք չի։ Տեսեք, պարոն Դրմեն, այն որ իշխանությունը ընտրապայքարին մասնակցող ընդդիմադիր ուժերին պետք է խանգարել, դա նորմալ է։ Քաղաքական պայքարը, այո, պետք է խանգարի։ Ոչ անօրինական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն էլ անօրինական ճանապարհով է։ Ահա, դուք էլ Նիկոլ Փաշինյանին նոր չեք ճանաչում, գիտեք թե անօրինականության ինչ աշճանի կարող է ինքը հասնել։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ այն առումով, որ ցանկացած ուժ եթե գիտի իշխանությունը պիտի դիմի անօրինականության, ինքն էլ պիտի դիմի անօրինականության։ Ինքը չպետք է դիմի անօրինականության։ Խնդիրը հետևյալն է. երբ միասնության թևերը մի ամբողջ քարոզարշավ 10 հոգով քարոզարշավ է անում։ Դա արդյոք ազդակ չէ միասնության թևերին։ 10 հոգով քարոզարշավը բերել է 33500։ Դա արդյոք ազդակ չէ միասնության թևերին, որ այսպես Արման Թաթոյանը վարչապետ չի դառնա, իսկ գուցե մեր մարտավարությունը պետք է փոխվեր, գուցե մենք չպետք է միայնակ գնայինք, գուցե պետք է գնայինք կանգնեինք ավելի խոշորների կողքին վերջնական նպատակի Փաշինյանի տուն ճանապարհելու համար։ Շատ լավ, քանի որ ուրեմն քաղաքական process-ների ժամանակ միշտ լինում են կոնսուլտացիաներ, քննարկումներ տարբեր ուժերի հետ եւ մասնավոր խոսակցությունները ես չեմ պատրաստվում որևէ տեղ բարձրաձայնել կամ քննարկման առարկա դարձնել։ Նորից եմ կրկնում սկզբունքի մասին, ինչի շուրջ պիտի լիներ համախմբվածություն։ Մենք չենք տեսել այսպես այն գաղափարական արժեքահեն սկզբունքները, որոնց շուրջ այդ համագործակցությունը որևէ այլ ուժի հետ հնարավոր էր, քան ունեցել ենք օրինակ Շան դաշինք ազգայնական կուսակցության հետ։ Եղել է հնարավորություն այդ պահին, միավորումը եղել է այդ կուսակցության հետ։ Այսինքն դուք հիմա անգամ հետընտրական process-ում, երբ դիտարկում եք իրողությունները, դուք արձանագրված արդյունքի տեսանկյունից չեք նաև դա դիտարկում։ Նաև, բայց տեսեք, այստեղ մի կարևոր նրբություն կա հետընտրականի եւ նախընտրականի։ Նախընտրական քարոզարշավը
գաղափարական ծրագրերի քարոզարշավ է, չէ՞, յուրաքանչյուր ուժ ներկայացնում էր իր ծրագիրը, չգիտեմ, այնտեղ կար սոցիալական շատ ուժեղ ուղղվածության ծրագրեր, կային ավելի այսպես ազգային, արժեքային եւ այլն։ Հետընտրական process-ի պայքարում ընդհանրություններ գտնելը կամ ընդհանրացնող կետեր գտնելը ուժերի միջև շատ ավելի մեծ է այդ հնարավորությունը, քան նախընտրականի, որտեղ հետընտրականի պայմաններում մենք կարողանում ենք ունենալ օրինակ 1 կամ 2 հարց, որի շուրջ լինի ավելի լայն կոնսոլիդացիա, քան նախընտրական քարոզարշավներ, որտեղ նախընտրական քարոզարշավում կուսակցությունը գալիս է կոնկրետ ծրագրով, ասում է իմ ծրագիրը սա է։ Հիմա եթե համադրում ես ծրագրերը ու գաղափարական համադրում չի լինում, ծրագրերը, այո, նախընտրականում ծրագրերը լավ են, բայց նաև արդյոք չպետք է կուսակցությունը եւ կուսակցության ղեկավարը իր ռեալ շանսերը գնահատի։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը բավական այսպես լայն բազմակարծություն ապահովել է մեր ընտրողների համար եւ ընտրողները բավարար հնարավորություն ունեցել են առնվազն այդ ընդդիմադիր դաշտում անգամ ռեպրեսիաների, այդ բոլոր անթույլատրելի միջոցների օգտագործման պայմաններում հնարավորություն ունեցել են այդ դիրքորոշումը արտահայտելու ընդդիմադիր դաշտի եւ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Արդյունքները նրանք են, որոնք որ գրանցված են։ Չէր լինի 33500, եթե չլինեին անթույլատրելի միջոցները, որոնք իշխող քաղաքական ուժը կիրառել է։ Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանափոխության հարցում այդ 33000-ը հիմա փաստորեն իր նպատակին չի հասել։ Մարդը եկել է ձեզ ձայն է տվել, բայց որ դուք իշխանություն փոխեք, բայց փաստորեն դուք չեք փոխել այդ իշխանությունը։ Ավելին դուք անգամ խորհրդարան չեք մտել։ Բոլոր ուժերն են այդ հարցը բանը բարձրացել, որ իրենք իշխանություն են փոխել։ Դրա համար հիմա բոլոր ընդդիմադիր ուժերի հետ այո, ճիշտ է, դրա համար հիմա ընդդիմադիր հենց կոնկրետ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ կապված կա քննադատություն, որ հարգելի ընդդիմադիր գործիչներ, առաջնորդներ, մարդիկ, որոնք իրենց վարչապետի տեխնացու են հրճակում, դուք ռեալ հաշվեք ձեր շանսերը, որpիսի դուք մարդկանց ձայները այսպես չփոշիացնեք, մի կողմ դրեք ձեր անձնական ամբիցիաները եւ գնացեք խոշորացումների, որովհետեւ շատ པարզ եւ ինչ որտեղ նաեւ པարզունակ մեկնաբանություն է կամ քննադատություն, բայց ցանկացած քննադատություն իհարկե տեղ ունի լինելու քաղաքական դաշտում իրականում քաղաքական process-ները շատ ավելի խորն են եւ մանրուքները, առանձին հարցերը, առանձին նաեւ տակտիկական հարցերը մեծ նշանակություն են ունենում վերջնակետին հասնելու համար։ Գնահատվում է նաեւ այն, թե այդ ուժերի միավորումը միայն կարող է բերել դրական արդյունք, թե նաեւ կարող է բացասական արդյունքի հանգեցնել։ Ասենք որոշ ընտրողներ օրինակ հիասթափվեն այս կամ այն ուժի միավորումներից։ Դա էլ պետք է գնահատելի վերջո։ Որտեղ քաղաքական այդ միավորումները եւ ընդհանրապես process-ը ինքը միատար սև կամ սպիտակ չէ։ Տեսեք, պարոն Դրմյան, պարզ չէ։ Մի ամբողջ գունային սպեկտր կա։ Պարզ չէ, որ դեռ ընտրություններից ամիսներ առաջ արդեն իսկ անգամ սոցիոլոգիական հարցումների տվյալներով պարզ էր, թե ընդդիմադիր դաշտում առաջատար ուժերը որոնք են լինելու։ Այո, պարզ էր։ Հիմա անգամ սոցիոլոգիական հարցումների տվյալներ ունենալով փաստորեն ավելի կարևոր մանրուքներ կային, որոնք միասնության թևերին ստիպեցին չգնալ այդ խոշորների հետ խոշորացման։ Նորից եմ խոսում, թիվ 1 հարցը եղել է արժեքային պայքարը, արժեքների շուրջ պայքարը։ Կա կոնսոլիդացիա Հայաստանի Հանրապետության արժանապատվության, անկախության, ազատության եւ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կողմ են Հայաստանի անկախության ինքնիշխանությանը եւ նպատակ էին հրճակել իշխանափոխությունը։ Հիմա դրանից են կողմ այլ ինչ արժեքներ ու գաղափարական տարաձայնություններ կային, որ չստացվեց այդ խոշորացումը։ Քանի որ ձեր գնահատումը հիմնված է ընտրությունների նաեւ արդյունքների վրա, որ տեսեք այ 33500 եք դուք հավաքել։ Ես նորից եմ կրկնում, գումարենք այդ բոլոր ձայները իրար անցած ուժերի։ Մենք ստանում ենք իշխանափոխություն, թե դեր հարցի պատասխանը կստանանք այդ։ Չէ, տեսեք, գուցե ձեր 33000 ընտրողը գնար ԲՀԿ ընտրեր եւ ԲՀԿ-ն 150-ի հույսին չմնար, այսօր ԲՀԿ-ն լիներ խորհրդարանում։ Մի վարդան, եթե ԲՀԿ-ն լիներ խորհրդարանում, իրավիճակ փոխում էր Նիկոլ Փաշինյանի համար, եթե ԲՀԿ-ն լիներ խորհրդարանում, իրավիճակ փոխում էր, չէ՞։ Այսինքն չխոշորացվելու, ուժեղների կողքին չկանգնելու հետևանքով է, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում չէ։ Հիմա դուք անում եք մի պնդում, որի համար պիտի ունենաք հստակ թվային սոցիոլոգիական արձանագրում, որ եթե A կուսակցությունը միանար B-ին, միանար C-ին, դա բացառապես տանելու էր դրական արդյունքի եւ ձայների ավելացման։ Դուք բացառում եք այն հանգամանքը, որ դա կարող էր տանել նաեւ ձայների նվազման։ Ասենք ես եւ դուք տարբեր կուսակցություններ ենք, միավորվում ենք իրարեն մտայնությամբ, որ մեր ձայները կավելանան, այնինչ ինչ ձայներ տվող անձանց դուրս չի գալիս, որ մենք միավորվել ենք։ Դուք դա բացառում եք։ Այդ դեպքում ես բերեմ ՀՀԿ-ի օրինակը, պարոն Դրմյան, տեսեք, Հանրապետական կուսակցությունը
ասաց, որ չի մասնակցելու այս ընտրություններին եւ հանրապետականները իրենց բոլոր հարցազրույցներում իրենց ընտրողներին ասում են հարգելիներս գնացեք եւ ընտրեք այն ուժերին, որոնք շանս ունեն խորհրդարան անցնելու։ Հիմա եթե Արման Թաթոյանն էլ ասեր հարգելիներս գնացեք հարցումներն էլ էին ցույց տալիս, որ դուք անցնելու եք 4%։ Վերջին 2, եթե 3 սոցիոլոգիական հարցումներ են, դրա մասին էին խոսում, որ մենք վաղուց հաղթահարել ենք այդ 4%-անոց շեմը։ Եվ ես ուրախ կլինեմ, որ լինի դա հանրապետական, լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության, թե որևէ այլ կուսակցության անդամ հետևորդ գալու մեզ ձայն տար։ Միայն ուրախ կլինի։ Ով խանգարեց Արման Թաթոյանին այդ 4%-ը անցնել։ Ոչ միայն Արման Թաթոյանին, բոլոր ընդդիմադիր ուժերին խանգարել է մեկ կուսակցություն։ Դա իշխող կուսակցությունն է։ Իշխողը միշտ պետք է խանգարի։ Ոչ անթույլատրելի ձևերով, այստեղ է մեխը։ Եթե իշխողին դնենք մեխը, ելակետը սխալ տեղից է գալիս, որովհետև սահմանադրական դատանի process-ին եթե հետևել եք, ես վստահ եմ, որ հետևել եք, այդ 6 օրերի ինտենսիվ քննարկումները մեկ բանի մասին էին։ Ոչ միայն, ընդ որում մենք շատ այսպես մեր հիմնական փաստարկը տարբերվում էր մյուս ուժերի, բացառությամբ Հայաստան Դաշինքի որոշ ուրեմն փաստերի, եթե այդ բացառությունը հանենք, հիմնական փաստերից տարբերվում էր նրանով կամ փաստարկներից, որ մենք ասում էինք ոչ միայն ընտրությունների օրը, այլ գերազանցապես այդ նախընտրական ամբողջ process-ի ժամանակ կիրառվել են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով արգելված միջոցները, որպեսզի այդ ուժը դառնա իշխանություն։ Նիկոլ Փաշինյանն է դա, ինքը ամեն ինչ անելու է արգելված։ Իհարկե, բայց դա չի նշանակում, որ եթե արգելված ամեն ինչ արվելու է, ուրեմն մյուս ընդդիմադիր ուժերը եւս պիտի այսպես անթույլատրելի բոլոր միջոցները գործադրեն։ Եթե Փաշինյանին իր ապօրինի միջոցներով դնում ենք մի կողմ, իսկ ընդդիմադիր դաշտում Տեսեք, ապօրինությունն էլ, նայեք, այստեղ էլի մանիպուլյատիվ բան է գնում, այն ձեր մասին խոսքը չի, ընդհանուր քննարկումներին է վերաբերում, էլ ոչ թե ձեր հարցադրման վերաբերյալ։ Ասում են բերեք ապացուցեք կամ ցույց տվեք, որ այդ ռեսուրսները կիրառվել են, չգիտեմ, ընտրակաշառքը բաժանվել է, բարեգործությունը իրականացվել է։ Այսինքն ինչ պիտի անեին ընդդիմադիր ուժերը քաղաքական դաշտում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Բան ոստիկանի ոստիկանի շորեր պիտի հագնեին, գնային ճիշտ պետք է դիրքավորվեին, բացահայտեին հերթով փաստաթղթավորեին, որ վաղը մյուս օրը տանեին դատարան։ 2-3 խոշոր դեպքի ներկայացումը, խնդրի ներկայացումը, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել, օրինակ համայնքներում բառացիորեն բան ընտրակաշառք, այսպես չակերտների մեջ միգուցե այդ ընտրակաշառք բառը, բայց բարեգործություն իրականացնել, երբ որ համայնքի ղեկավարները, ասենք, հրամանների միջոցով նվիրատվություններ են իրականացնում։ Դուք գիտեք ով է Նիկոլ Փաշինյանը, դա պետք է ձեզ եւ ձեր կուսակցության առաջնորդին ստիպեր դրան պատրաստ լինել։ Այո, եւ մենք պատրաստ էինք։ Բայց դրա համար է, որ մենք այսօր բացեի բաց դրա մասին խոսում ենք։ Դրա համար է, որ այսօր պետք է արդյունքի վրա կարողանալ ազդել, որը շարունակում է վարչական դատանում process-ը, այն վակխանալյան, որ սկսել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր երկու որոշումներով, այսօր մենք միակ ուժն ենք մնացել, որ շարունակում է այդ պայքարը։ Դուք քիչ առաջ մենք մինչև հարցազրույցը խոսում էինք հայտարարությունների մասին։ Հայտարարությունների տակ ստորագրած այն ուժերին, ովքեր այդպես է չեկան սահմանադրական դատան, մի հատ հարց տանք, էլի ասենք ինչի չեք եկել։ Կամ մենք բաց նամակով դիմեցինք սահմանադրական դատանում միջնորդություն արեցինք, ասենք երրորդ կողմն էր գրավեք։ Իշխանության օրոք սահմանադրական դատարանից եւ վարչական դատարանից փաստորեն ակնկալիք ունեք ընտրությունների արդյունքների հետ կապված։ Եթե կան Հայաստանի Հանրապետությունում միջոցներ, անկախ նրանից ինչ արդյունավետության են դրանք, քաղաքական ուժերը պարտավոր են խոսալուց բացի հայտարարություն անելուց զատ նաև ձեռնարկեն գործուն քայլեր այդ ուղղությամբ։ Սահմանադրական դատան այն հարթակներ, որտեղ հայ հանրությունը կոնսոլիդացված տեսավ, լսեց այն բոլոր խախտումների մասին, որոնք այդ 7 ուժերը ներկայացնում են։ Այո, եւ եւս մեկ անգամ համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք սահմանադրական դատարանը դակելու այն որոշումը, որը ուզում է Փաշինյան։ Հիմա մարդիկ անցան հետեւյալն եմ հասկանում։ Ձեր ասածը հետեւյալն եմ հասկանում։ Քանի որ գիտենք, որ կա քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյան, որ անիմաստ է ընդհանրապես գնալ ընտրությունների, որտեղ ընտրություններում միշտ հաղթելու են։ Ոչ, ընտրությունների պետք է գնալ ճիշտ կոնսոլիդացված համակարգով։ Կոնսոլիդացվել նրանց հետ, ովքեր կարողացել եկեք գումարենք այդ արդյունքները։ Դուք չեք կարծում, որ միասնության թևերը եւ միասնության թևերի պես այլ փոքր եւ նորաստեղծ ուժեր, նորաստեղծ ասեմ, խանգարեցին դաշտում գործող խոշոր ընդդիմադիրներին։ Բացարձակ չեմ կարծում եւ ընդհանրապես համակարծիք չեմ այդ դիրքորոշման հետ կամ այդ կարծիքի հետ։ Եթե մենք պիտի, ինչպես դուք եք ասում, լինելով փոքր ուժ, խանգարած լինեն, նորաստեղծ ուժ, խանգարած լինենք խոշոր ուժերին, ու միգուցե խոշոր ուժերը չունեն այդ հնարավորությունը եւ այդ ռեսուրսները եւ այս բառը օգտագործեմ թափը վերցնելու իշխանությունը։ Միգուցե հարցը այդտեղ է։ Իհարկե չենք խանգարել։ Մենք
մեզ ընտրել են այն անձինք, ովքեր ընտրելու էին մեզ։ Այսինքն, եթե դուք չլինեիք ընտրապայքարում, չէին գնալու այլ ձայն չեն տվել այն ռեպրեսիաների եւ սպառնալիքի ազդեցության տակ, որը որ կիրառվել է նրանց նկատմամբ։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Սահմանադրական դատարանի նախավերջին կամ վերջին նիստին, հիմա դժվարանամ հիշել, երբ որ նիստը ավարտվեց, մենք զանգ ենք ստանում մեր շրջանների պատասխանատուներից, որ հակակոռուպցիոն կոմիտեն զանգահարում է տարածքների վարձատուներին, սեփականատերին եւ կանչում է զրույցի։ Հետաքրքրվում պայմանագրերով։ Ինչու՞։ Համար շատ պարզ է, որտեղ սահմանադրական դատարանում մենք թիրախին ենք խփել ֆինանսավորմանը իշխող ուժի նախընտրական քարոզարշավի։ Անմիջապես այդ հարցը բարձրաձայնելուց հետո միանգամից սկսվում է այսպես, այդ անձանց վախեցնելու պարզ է, չէ՞, որ հասարակ քաղաքացին ինչքան այսպես նաև տհաճ վիճակում է հայտնվում, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեից զանգահարում են եւ հրավիրում են իրեն հարցազրույցի կամ զրույցի ինչ որ հարցերի շուրջ։ Այն դեպքում, երբ որ կնքված է պայմանագիր, վճարված է փոխանցման միջոցով այդ վարձակալական վճարները, վճարված են անգամ հարկերը, այսինքն այդ ամբողջ ինֆորմացիան պետությունը ունեցել է։ Ինչու հենց սահմանադրական դատարանի նիստի ժամանակ հանկարծ հակակոռուպցիոն կոմիտեի մոտ նման ցանկություն առաջացավ։ Դե ինձ թվում է պատասխանը ակնհայտ է եւ չարժի նաեւ դրա մասին խոսել։ Սահմանադրական դատարանի հետ կապված, տեսեք, նախ մեկ ընդհանրական ձևակերպում եմ ուզում անել։ Ձեր կուսակցությունը կոչվում է միասնության թևեր, բայց Արմեն Թաթոյանը մտավ քաղաքական պայքարի մեջ եւ սկսեց աշխատել բացառման սկզբունքով, չեմ համագործակցի նախկինների հետ, նախկինների կուսակցությունների հետ, սա հարց, հիմա սա միասնության թևեր է, թե չմիասնության, նույնը սահմանադրական դատարանի հետ կապված։ Մենք տեսնում ենք 6 թե 7 ուժ միավորվում համատեղ հայտարարություն է տարածում, Արման Թաթոյանի կուսակցությունը հայտարարությունը տարածում է առանձին։ Ինչու է միասնության թևերը ուզում գործել առանձին։ Շատ լավ։ Առաջինը ես ուղում պիտի մտցնեմ, որտեղ ձեր հարցադրման մեջ սխալ փաստ կար, մենք երբեք չենք ասել, որ բացառում ենք համագործակցությունը այս կամ այն կուսակցության հետ։ Միակ կուսակցությունը եւ ուժը, որ եղել է, մենք նշել ենք կոնկրետ քաղաքացիական պայմանագրին, որ քաղաքացիական պայմանագրի վերարտադրում չպիտի լինի, չպիտի թույլ տանք եւ չի լինելու մեր կողմից այդ համագործակցությունը ԿՊ-ի հետ։ Այսինքն, երբ ասում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ համագործակցելու, դա չպետք է տարածել ոչ ՀՀԿ-ի վրա, ոչ Հայաստան Դաշինքի։ Հարցը հասկացել եք, հիմա պատասխան եմ տալիս։ Ինչ վերաբերում է նախկին նախագահներին։ Այո, նախկին նախագահների վերաբերյալ Արման Թաթոյանը այդ պնդումը արել է եւ նախկին նախագահներից երկուսը իրենց այսպես անձնավորված չեն մասնակցել ընտրություններին, միայն երկրորդ նախագահն էր, որ մասնակցում էր։ Ինչն էր այդ պնդման էությունը եւ դա կարծես Թաթոյան Արմանը մի քանի անգամ նաեւ ներկայացրել ու բացատրել է, մենք էլ տարբեր առիթներով դրա մասին նշել ենք։ Մեկ բան, ոչ թե անձը, նախագահի անձը, որովհետեւ նախագահները իրենց արածն ու չարածը ունեն այս երկրի համար, իրենց արժանինքներն ունեն, իրենց սխալները ունեն, այդ ամենը պատմականորեն կա։ Խնդիրը այլ տեղ էր։ Գործող քաղաքական ուժը սնվում է այդ նախկին ասված, նախկին նախագահ ասած եզրույթից ու երևույթից։ Մեր ասածը մեկ բան էր, անգամ եթե Հայաստան Դաշինքն է մասնակցում, կամ նույն մեր Դաշնակցություն կուսակցությունը, մյուս կուսակցությունների Դաշինքի տեսքով, երկրորդ նախագահի փոխարեն լիներ այլ տեխնացու, որը միգուցե շատ ավելի մեծ կոնսոլիդացնող ազդեցություն ունենար եւ նորույթ լիներ։ Սրա մասին է եղել խոսքը, այլ ոչ թե այդ ուժերից որևէ մեկի մեջ մեկի հետ բացառել է համագործակցությունը։ Մենք որևէ ուժի հետ համագործակցության բացառում այդպիսի եզրույթ չեղա, ինձ թվում է դուք Արման Թաթոյանին, այո, Արման Թաթոյանին հրավիրելու հնարավորություն կունենաք եւ ավելի մանրամասն այդ հարցերը կտակ, այնպես չլինի, որ ես ինչ-որ բան եմ մեկնաբանում, բայց քաղաքական ուժի դիրքորոշումը եղել է դա։ Ընդհանրապես դա։ Եվ կապված Դաշինքի հետ նորից եմ ասում, այո, սկզբից մինչև վերջ եղել են տարբեր քննարկումներ, հնարավորություններ, ինչ կտա միավորումը, ինչ չի տա միավորումը, մենք տեսել ենք այդպիսի ամուր կապ այն կուսակցության հետ, որի հետ գնացել ենք ընտրությունների, Շան Դաշին կուսակցության մասին։ Մեկի հետ, այո, բայց կոչվում եք միասնության թևեր։ Կարողացաք միավորվել մեկի հետ, բայց կոչվում եք միասնության թևեր։ Այո, միասնությունը այդ պահին, այդ ժամանակահատվածում գործադրված բոլոր միջոցներով եւ այն արժեքների շուրջ, որը հնարավոր է եղել իրականացնել այս երկու կուսակցությունների միջեւ։ Հիմա գալով հարցի մյուս հատվածին, միասնության թևեր ենք կոչվում, բայց 7 ուժ սահմանադրական դատարանում տարածում է հայտարարություն, դուք տարածում եք առանձին։ Որն է դրա պատճառը։ Այդ ձեր ասած միասնական հայտարարություն անելը միասնության ուժ կոչվել է եւ այլն, այդտեղ ես որովհետեւ կա կարծիք, որ դուք ամեն կերպ փորձում եք զատվել։
մյուսներից։ Որևէ վատ բան չկա զատվելու մեջ, եթե այդ զատումը նաև դրական իմաստով է ընկալվում կամ դրական միտում ունի եւ ասեմ ինչի Երբ զատվում է խոշորը, մեծ ռեսուրսներ ունեցողը գուցե դա հասկանալի է, ինքը միայն իր հույսը դնում է իր ռեսուրսների վրա, բայց երբ զատվում է նորաստեղծը, երբ զատվում է մի կուսակցություն, որը մի ամբողջ քարոզարշավ անցկացրեց առավելագույնը 10 հոգով, դա շատերի մոտ առաջացնում է այսպիսի հարց. Արման Թաթոյանը այնքան ամբիցիոզ է, որևէ մեկը չի կարողանում 10 հոգով անցկացնելու դեպքում մենք ստանում ենք 33500 քվ։ Այդպիսի արդյունավետությամբ դա մեկ, երկրորդը նայենք նորից հայտարարությունները, եթե այդ հայտարարությունները այդքան արժեքավոր են, իսկ մեր համոզմամբ այդ հայտարարությունները դրանք իհարկե կարևոր են քաղաքական կոնտեքստում, բայց ես դրանց մեծ նշանակություն չէի տա, որտեղ մենք էլ ենք արել հայտարարություններ։ Հայտարարությունը մեկ բան է, գետնի վրա արվող քայլերը այլ բան։ Հիմա ես հերթականությամբ նշեմ, տեսեք տարբերությունը եւ միգուցե ինքներդ ինչ որ համոզմունքի կգաք։ Հունիսի 8-ին մենք արել ենք հայտարարություն, որ չենք ընդունում ընտրության արդյունքները։ Շատ ուժեր են արել։ Հունիսի 8-ից հետո մենք ներկայացել ենք դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքները վիճարկելով եւ անվավեր ճանաչելու պահանջով։ Երկու ուժ է դիմել։ Ու Բարգավաճ Հայաստանն էլ էր դիմել, բայց ինչ-ինչ պատճառներով նրա դիմումը չընդունվեց։ Այդ ձեր ասած հայտարարություն անողներից երկու ուժ է դիմել։ Դրանից հետո դիմել ենք սահմանադրական դատարան, դարձյալ վիճարկելով ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ 7 ուժ էին դիմել։ Ընդ որում այդ 7 ուժերի մեջ ձեր ասած հայտարարություն անող բոլոր ուժերը չկային։ Մենք դիմել ենք վարչական դատարան միայն եւ միայն միասնության թևերը, վիճարկելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի 258 որոշումը։ Խորհրդակցել եք այն մյուսների հետ իրենք օրինակ ինչի վարչական դատարան չդիմեցին։ Հա, իրավական իրենք իրենց փաստարկները ունեն թե ինչի չեն դիմել, բայց ես ասում եմ մեր քայլերի հետևողականության մասին եմ հիմա խոսում։ Այդ որ դուք ասում եք հայտարարություն։ Մենք ողջունել ենք այդ հայտարարությունը, որի մասին դուք խոսել եք։ Մենք ինքներս անելով հայտարարություն, միանշանակ ողջունել ենք այդ ուժերի հայտարարությունը։ Ողջունել այլ բան է, բայց երբ ողջունում եք, բայց առանցին գծով եք գնում, դա առաջացնում է հարցեր։ Ողջունում եք, բայց դուք ինքներդ առանցին եք գնում, դա առաջացնում է հարցեր։ Ինձ այնքան հետաքրքիր է ձեր ընկալումը այդ մեր ինչ գծով գնալը։ Ես բերեմ նույն ընդդիմադիր դաշտում ձեր կուսակցության ղեկավարի հասցեին արվող քննադատությունը, որը տարածվում է նաև ձեր կուսակցության ամբողջ թիմի վրա, հա, ասում են, որ Արման Թաթոյանը այնքան ամբիցիոզ է, որ նրա ամբիցիաները պատճառ են դառնում, որպեսզի ինքը քաղաքական համակարգում չկարողանա լայն կոնսոլիդացիա ապահովել եւ աշխատել ավելի շատ ուժերի հետ։ Դա է պատճառը, թե ոչ։ Ես իրեք ամբիցիա ունենալու մեջ ինքնին ված բան չեմ տեսնում։ Ես կարծում ցանկացած քաղաքական ուժ պիտի ունենա այդ ամբիցիան։ Երբ երկիրը Նիկոլ Փաշինյանը կործանում է, այդ ամբիցիաները խանգարում են գնալ։ Քաղաքական ուժերը պիտի ունենան այդ ամբիցիան, պիտի ունենան այդ ձգտումը հասնելու իշխանության։ Բայց երբ ասում եք Նիկոլ Փաշինյանը, մի կողմից ասում եք Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կործանում է, մյուս դեպքում ձեր անձնական ամբիցիան խանգարում է, որ ընդդիմադիր դաշտում մեծ կոնսոլիդացիա լինի։ Համաձայն չեմ դրա հետ, նորից պիտի գանք այդ թվերին, վերցրեք թվերը, նայեք այդ կոնսոլիդացիայի արդյունքում ինչ պատկեր եք ստանալու, որովհետև մեր խոսակցությունը հիմա հետընտրականի կոնտեքստում է, հետընտրականում արդեն ունենք այդ թվերը։ Եւ այդ պարագայում ամենևին համակարծիք չեմ, որ ամբիցիաները խանգարել։ Ամբիցիաները մեկ բանի վերաբերյալ են եղել արժեքային պայքարի։ Եվ միով բանի, այս խոսքս ամփոփելով ասեմ, քաղաքական պայքարը նրա մասին չէ, որ փոքր ուժերը գան մեծ ուժերի հետ միավորվեն։ Դուք հիշեք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ու այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր չէր կոչվում, Նիկոլ Փաշինյանը երբ որ խորհրդանում էր, ամենափոքր ուժն էր խորհրդանում, բայց ի վերջո հանգամանքների, փաստերի, իրողությունների, զարգացումների արդյունքում նրանք դարձան իշխանություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանություն դարձավ։ Փոքր ուժ լինելը դեռ չի նշանակում, որ դու անկարող ես եւ չես կարող իշխանություն։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը, լինելով 7%-անոց ուժ եւ ունենալով արևմուտքի աջակցությունը, կարողացավ գեներացնել այնպիսի փողոց, որ տեղի ունեցավ 2018-ին իշխանափոխություն։ Այդ դեպքում Արման Թաթոյանը եւ նրա քաղաքական թիմը արդյոք դիտարկում են փողոց գեներացնելու տարբերակը, որովհետեւ եթե խորհրդարան չեք անցել, ձեզ ընտրող քաղաքացին գուցե դժգոհ մնա միայն այն բանից, որ Արման Թաթոյանը շաբաթը մեկ ստատուս գրի, կայքերն էլ դա դնեն որպես գլխավոր նյութ։ Քաղաքացին ձեզնից պահանջում է գետնի վրա քայլեր։ Դուք դիտարկում եք փողոցային ակտիվ պայքար գեներացնելու հարցը։ Միայն փողոց, գիտեք, ես այսպես միանշանակ այդ մոտեցմանը չեմ, որ քաղաքական պայքարը, հետընտրական պայքարը սկսում ավարտվում է փողոցային պայքարով, կան շատ ավելի խորքային եւ շատ ավելի ինչ որտեղ նաեւ գրագետ պայքարի միջոցներ, մենք դրա շուրջ այսօր ունենում ենք քննարկումներ,
Չեմ բարձրաձայնի բնականաբար, որովհետև տակտիկապես եւ ստրատեգիապես ճիշտ չեմ համարում դրա մասին հիմա խոսելը, երբ որ ավարտուն տեսք կստանա, ես վստահ եմ, որ հանրությունը դրա մասին լայն եւ այսպես համընդհանուր ձևով կտեղեկանա։ Գրագետ երբ ասում եք, ինչ նկատի ունեք, մի փոքր կբացեք այդ հատվածը։ Իրավունքի, օրենքի շրջանակներում եւ դրան տարին համապատասխան մենք կարողանանք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կառաջացնեն այն նույն, այսպես ասած, էֆեկտը, որը դուք տեսնում եք բացառապես փողոցային պայքարի մեջ։ Ինչպես է դա լինելու, որովհետև 5 տարի շարունակ, պարոն Դրմեյան, Ես շատ կուզենայի 5 դրա տարի մասին շարունակ խոսել։ ընդդիմադիր շատ ուժեր ինչ տարբերակ ասես փորձեցին եւ փաստը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ վիճակում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ կա եռացող, տաքացող փողոց, այս առումով ընդդիմադիր գործիչները հիշեցնում են ամենահաջողված պայքարներից մեկը Բագրատ Սրբազանի շարժումը, որը Նիկոլ Փաշինյանին ամենաշատ նեղը գցած շարժումն էր, այո, ինչ-ինչ պատճառներով գուցե նաև ընդդիմադիր գործիչների ամբիցիաների պատճառով այդ շարժումը իր նպատակին չհասավ, բայց այնուամենայնիվ մենք հիշում ենք, որ Սրբազան պայքարի ժամանակ էր, որ ԿՊԱ-ականներն ուղղակի անցել էին ընդհատակ ու նրանք ընդհանրապես չէին երևում։ Մենք քննարկումներ ունենում ենք եւ պարապ նստած չենք, հակառակը ամառվա այս ամիսները օգտագործելու ենք նրա համար, որպեսզի պատրաստվենք հետագա պայքարին, հետագա քաղաքական պայքարին եւ ինչպես նշեցի, այն process-ների մասին, որոնք մենք ենք մտածում, որ այդ ուղղությամբ շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարելի է գործել, ես հիմա ուղղակի չեմ բարձրաձայնի, կգա ժամանակը դրա մասին ես հուսով եմ, որ եւս մեկ անգամ հնարավորություն կունենանք միասին զրուցել։ Շատ լավ, իդեպ օրերս իմ հյուրներ Լուսավոր Հայաստան կուսակցությունը լքած Դավիթ Խաչակյանը եւ պարոն Խաչակյանը ասում էր, հարցնում էր Արման Թաթոյան, որտեղ եք դուք, որտեղ են ձեր քաղաքական գնահատականները, ինչ կասեք պարոն Խաչակյանի այս հարցին ի պատասխան։ Ինչ եմ մեկնաբանի, զուտ կասեմ, որ պարոն Թաթյանը իր տեղում է, շարունակում է իր պայքարը մեր հետ միասին եւ ինչպես նշեցի, մենք ամենօրյա ռեժիմով այդ քննարկումները, ստրատեգիաները մշակում ենք, առաջ ենք տանելու, դեր ենք կանգնելու մեր 33500 ընտրողների ձայներին։ Դա չի լինելու փաստորեն միայն Facebook սոցիալական հարթակում գրառումներ անել։ Այդ թվում Facebook սոցիալական հարթակում գրառումներ անելու միջոցով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Լիպարիտ Դրմեյանն էր, կհանդիպենք վաղը։